Ողջույն հարգելի առույցներ, այս տեսանյութում կխոսենք Սատուրնի մասին։ Սատուրնը փոխում է իր նշանը։ Իսկ ինչ է դա նշանակում ձեզ համար։ Սատուրնը առաջիկա 3 տարիների ընթացքում գտնվելու է ձեր 9-րդ տանը։ Նա դեռ մայիսի 25-26-ին 2025 թվականի արդեն մտել է ձեր 9-րդ տուն և դուրս է եկել, որովհետև հետադարձ է եղել, նորից կրկին անցել է ձեր 8-րդ տուն, ֆինանսների ոլորտ, որպեսզի այնտեղ ինչ-որ մի բան ավարտի, վերանայի, վերաֆինանսավորի և վերջնակետ դնի այնտեղ ձեր ֆինանսական հարցերում։ Եվ մինչև սեպտեմբերի 2-ն է եղել, սեպտեմբերի 2-ից արդեն հետադարձ է եղել, մտել է կրկին ձկներ նշան և հետո ուղղահայացի դեպքում եւս հիմա արդեն փետրվարի 14-ին մտել է վերջնական ձեր 9-րդ տուն, այսինքն նա հետ գնալուց մտել է կրկին ձեր 8-րդ տուն, որովհետև արդեն այդ սահմանին է, այսպես թե այնպես ինքը պետք է մտներ կրկին ձուկ նշան, հետո նոր վերադառնար կրկին խոյ։ Եվ հիմա արդեն ինքը այնտեղ կմնա մինչև 2028 թվականի փետրվարի 12-ը։ 2.5 տարի, 2 տարի այդպես կարելի ասել, որովհետև արդեն իսկ նա մտել է և ձեզ ցույց է տվել, թե ինչն է ավարտել այնտեղ, ինչին պետք է ուշադրություն դարձնեիք այսքան ժամանակ։ Բայց ամեն դեպքում 9-րդ տան ազդեցությունն արդեն զգացվում է շատ առույցների մոտ։ Առհասարակ վերջին անգամ նման ազդեցություն եղել է 29-30 տարի առաջ։ Ձեր 9-րդ տան մեջ Սատուրնը վերջին անգամ եղել է 1996-ից մինչև 99 թվականները։ Հիշեք այդ ժամանակը 90-ականների վերջը, թե ինչ էր տեղի ունենում այդ ժամանակ ձեր կյանքում։ Սովորաբար Սատուրնի նշան մտնելը և նշանից դուրս գալը ամենակարևոր ամսաթվերն են, և սովորաբար դա այն ժամանակն է, երբ ընդունվում են կարևոր որոշումներ։ Ուրեմն հիշեք, թե ինչ կարևոր որոշումներ եք կատարել դուք այն ժամանակ, այն թվերին։ Ինչպիսի կարևոր որոշումներ եք ընդունել այն ժամանակ, հիմա ևս կարող է նմանատիպ որոշումների առջև կանգնեք։ Սատուրնը մեր 9-րդ տան մեջ կյանքում ընդամենը 2 կամ 3 անգամ է լինում։ Իսկ 9-րդ տունը խորհրդանշում է արտերկիր, ճանապարհորդություններ, տուրիզմ, էմիգրացիա, հեռավոր տեղաշարժ, հնարավոր է մեկ երկրում, բայց հեռու, մեկ այլ քաղաք գնաք, օրինակ Գյումրիից գաք Երևան կամ հակառակը։ Շատ առույցների մոտ առաջիկա 3 տարիների ընթացքում տեղի կունենա կամ տեղափոխություն, կամ որևէ կապ արտերկրում, աշխատանքի հնարավորություն արտերկրում, կամ ամեն ինչ, ինչը կապված է այլ մշակույթների, ազգերի ու երկրների հետ։ Կլինեն մարդիկ, ում մոտ 3 տարվա ընթացքում Սատուրնը կարող է կապված լինել աշխատանքի հետ։ Միգուցե դուք այդ 3 տարիների ընթացքում այնքան զբաղված կլինեք աշխատանքի հետ կապված, որ ոչ մի տեղ չեք մեկնի։ Բայց սա հազվադեպ է, որովհետև 9-րդ տունը ի վերջո կապված է այլ երկրների և այլ ազգերի հետ։ Եվ հնարավոր է, որ այս 3 տարիների ընթացքում դուք կառուցեք միջազգային կապեր։ Իսկ ինչու է սա հենց աշխատանքի հետ կապված, որովհետև ձեր ծննդյան քարտեզում Սատուրնը կառավարում է 6-րդ տունը, իսկ 6-րդ տունը կապված է աշխատանքի, առողջության և կյանքի որակի հետ։ Եվ այս աշխատանքի, առողջության ու ապրելակերպի թեմաները առաջիկա 3 տարիների ընթացքում կանցնեն 9-րդ տուն։ Այսինքն աշխատանքը կարող է կապված լինել արտասահմանի հետ, օրինակ 3 տարվա պայմանագիր որևէ ընկերության հետ, կամ ձեր կազմակերպությունը ձեզ կուղարկի 2-ից 3 տարով մեկ այլ երկիր, կամ դուք ինքներդ կորոշեք 3 տարի աշխատել ինչ-որ հատուկ վայրում, ասենք նավի վրա կամ մեկ այլ տեղ, մեկ այլ երկրում նաև, կամ էլ դուք կորոշեք դասավանդել կամ բացել ձեր սեփական դպրոցը, որովհետև ուսումն ու կրթությունն են կապված 9-րդ տան հետ։ Եվ հնարավոր է, որ այդ դպրոցի ստեղծումն ու կայացումը ձեզանից մի քանի տարի պահանջի։ Գուցե դուք սկսեք գիրք գրել կամ տպագրել, դուք ինքներդ ձեր գրածը տպագրեք ամսագրերում, հրապարակումները, գովազդը, ուղիղ եթերները, հեռուստատեսային ու ռադիոհաղորդումները, հանրաճանաչությունը դա ևս կապված է 9-րդ տան հետ։ Հնարավոր է, որ ձեր աշխատանքը հիմա ներառի ֆոտոսեսիաներ, ելույթներ ռադիոյում կամ հեռուստատեսությամբ։ Դա կարող է դառնալ ձեր հիմնական գործունեությունը։
Գուցե հանկարծ որոշեք դառնալ հայտնի կամ հանրաճանաչ։ Բայց Սատուրնը իրականության, կարգապահության և աշխատանքի մոլորակ է։ Նա կպահանջի մեծ ջանքեր և ժամանակի ծախս։ Եթե դուք որոշեք զբաղվել ինչ-որ նոր գործով կամ փոխել աշխատանքը, հատկապես երբ Սատուրնը դիպչում է ձեր որևէ մոլորակին, եթե ունեք մոլորակներ իհարկե 9-րդ տանը, կամ երբ նա անցնում է 9-րդ տան սահմանը, մտնելիս և դուրս գալիս, ապա շատ հավանական է աշխատանքի, մասնագիտության կամ ամբողջ կարիերայի փոփոխություն, սեփական բիզնեսի բացում կամ նաև փակում։ Այդ օրերն են ընդհանրապես փետրվարի 14-ը 2026 թվականի և 2028-ի ապրիլի 12-ը։ Եվ սա ընդհանրապես միայն աշխատանքի հետ կապված չէ։ Դա կարող է իր հետ բերել նաև ձեր կյանքի ձևի փոփոխություն, որտեղ եք ապրում, ինչպես եք ապրում, ինչ եք անում ամեն օր։ Օրինակ, դուք ամեն օր գնում եք աշխատանքի, իսկ հետո հանկարծ փոփոխություն է լինում, և դուք որոշում եք աշխատել ինքներդ ձեզ համար, տանից, ու այլևս ոչ մի տեղ չեք գնում։ Այլևս պետք չէ ամեն օր ճանապարհ անցնել աշխատանքի համար։ Կամ հակառակը, դուք միշտ տանն էիք, հազվադեպ էիք դուրս գալիս ձեր քաղաքից, իսկ հիմա ձեզ սկսել են անընդհատ հրավիրել։ Ունեք գործուղումներ, ելույթներ այլ քաղաքներում կամ աշխատանքային ճանապարհորդություններ։ Կարող է պատահել, որ քիչ ժամանակ անցկացնեք տանը, իսկ ավելի շատ աշխատեք արտերկրում, կամ էլ ընդհանրապես հիմա ավելի շատ եք ապրում հյուրանոցներում, քան ձեր տանը։ Կփոխվի նաև այն, թե ինչպես եք սնվում, ինչպես եք խնամում ձեզ և ձեր առողջությունը։ Կլինի ավելի լուրջ վերաբերմունք առողջության նկատմամբ։ Սատուրնը լուրջ մոլորակ է, որը պահանջում է կարգապահություն, և հենց նա է ձեր քարտեզում ղեկավարում առողջության ոլորտը։ Հնարավոր է բուժում, որևէ վիրահատություն կամ ատամների հետ կապված միջամտություն անեք։ Սատուրնը կապված է ատամների, ոսկորների և հոդերի հետ։ Կարող է այնպես լինել, որ բուժումը կամ ատամնաբուժական միջամտությունը լինի արտասահմանում, քանի որ Սատուրնը գտնվում է արտասահմանին վերաբերվող հատվածում, 9-րդ տանը։ Սակայն այստեղ առավելապես խոսքը վերաբերվում է սննդակարգին, սպորտին և ձեր սովորություններին ավելի մեծ ուշադրություն ու կարգապահություն ցուցաբերելուն։ Հնարավոր է, որ հրաժարվեք ինչ-որ բանից, օրինակ ալկոհոլից կամ ծխելուց։ Սատուրնը նաև կարող է հանել և սահմանափակել։ Նա նման է կամքի ուժի, որի շնորհիվ դուք կարող եք ձեզ ինչ-որ բանում սահմանափակել, օրինակ սննդի մեջ։ 9-րդ տունը կապված է փիլիսոփայության, կրոնի և ուսուցիչների հետ։ Դուք կարող եք հանդիպել ուսուցչի, մարդու, ում կհետևեք և ում կհավատաք։ Սատուրնը մեծ ուսուցիչ է, նա մեզ կյանքի դասեր է տալիս։ Եվ ի դեպ, այնտեղ, որտեղ անցնում է Սատուրնը, մեզ թվում է, թե դժվար է, բայց հենց դա էլ մենք ամենաշատն ենք ուզում։ Սատուրնի դիրքը թե ծննդյան քարտեզում, թե տարանցումներում միշտ ցույց է տալիս այն, ինչը մեզ թվում էր անհասանելի, անհնար կամ դժվար հասանելի, բայց որի ձգտումը խորն է մեր մեջ։ Ուզում ենք դա։ 9-րդ տունը նաև իրավական հարցերն են, տարբեր ձևակերպումներ, փաստաթղթեր, վիզաներ և արտասահմանյան անձնագրեր։ Դա կարող է ձեզ մոտ տևել ամբողջ 3 տարվա շրջանում, հատկապես եթե սպասում եք մշտական բնակության իրավունք կամ այլ երկրի քաղաքացիություն ստանալուն։ Այլ երկրի քաղաքացիությունը նույնպես 9-րդ տունն է, և բոլոր փաստաթղթերի ձևակերպումը կարող է տևել մինչև 3 տարի։ Սատուրնը նաև ամեն ինչ հինն է, դասականը։ Կարող է դուք գնաք սովորելու կամ սկսեք դասավանդել մի բան, որը կապված է հնության, պատմության, հնագիտության և հնաոճ իրերի հետ։ Եվ ևս կարող է լինել աշխատանք, ներմուծում, արտահանում երկրների միջև, ապրանքների, ծանոթների, լոգիստիկա, միջազգային փոխադրումներ, սա էլ է 9-րդ տան թեման։ Հնարավոր է նաև ինչ-որ բան օրինականացնեք։ 9-րդ տունը ձեր փիլիսոփայությունն է, ձեր հավատալիքները, այն ամենը, ինչ դուք համարում եք շատ կարևոր։ Սա արդարության ոլորտն է։ Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունն ու իր արդարությունը, և դուք կարող եք սկսել շատ ակտիվ կերպով պաշտպանել ձեր դիրքորոշումը, ձեր հավատը, ձեր կրոնը կամ ձեր կյանքի հայացքները։ Հնարավոր է հանդիպում օտարերկրյա ընկերոջ կամ արտասահմանում ապրող մարդու հետ։ Դա կարող է լինել թե ռոմանտիկ ծանոթություն, թե գործնական կապ, նույնիսկ բիզնես գործընկերություն։
9-րդ տունը նաև թորների տունն է, իսկ Սատուրնը պատասխանատվության մոլորակն է։ Այդ պատճառով կարող է առաջանալ նոր պատասխանատվություն թորնիկի ծնվելուց հետո։ Կամ հնարավոր է, որ թորները սկսեն ապրել ձեզ հետ։ Եվ նաև քրոջ ամուսինը կամ եղբոր կինը նույնպես պատկանում են 9-րդ տանը։ Սատուրնը հաճախ ցույց է տալիս բաժանումներ եւ հեռացումներ։ Հնարավոր է, որ նրանք տեղափոխվեն ուրիշ տեղ, հեռանան, կամ ձեր եղբայրը կամ քույրը բաժանվի, եւ դրա պատճառով ձեր շփումները որոշ հարազատների հետ պակասեն։ Էլ ինչ եմ բաց թողել, ընդհանուր առմամբ դուք այժմ ավելի խնամքով կընտրեք ձեր ուղևորությունները եւ ճամփորդությունները։ Ձեր հանգիստը ամենայն հավանականությամբ ավելի շատ կլինի ճանաչողական նպատակով։ Որակյալ, իմաստավորված, ոչ թե պարզապես ինչ-որ մի տեղ գնալ եւ լողափին պառկել։ Ձեր ընտրած ուղղություններից որևէ մեկը կարող է ձեզ բերել նոր ընդլայնման հնարավորություններ։ Թեև Սատուրնը սիրում է ոչ թե լայնանալ, այլ կենտրոնանալ, խորանալ մեկ բանի մեջ, դուք այնուամենայնիվ կզգաք, թե ինչպես են ձեր մտավոր հորիզոնները ընդլայնվում։ Սա կլինի նոր գիտելիքի, նոր փորձի, ձեռքբերման շրջան, որտեղ դուք շատ խորությամբ կխորանաք այն ամենի մեջ, ինչ կընտրեք ուսումնասիրել։ Եվ 3 տարի անց դուք կարող եք ստանալ այնպիսի արդյունքներ, որ դա կարող է դառնալ ձեր կարիերան։ Հնարավոր է հիմա ինչ-որ բանի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունենաք, իսկ 2028 թվականին դա արդեն ձեզ դուրս բերի այնպիսի հորիզոնների վրա, որ դուք պարզապես կզարմանաք եւ դա կդառնա ձեր կյանքի գլխավոր գործը։ Ես արդեն խոսել եմ գրքերի, հոդվածների հրապարակման մասին, հնարավոր է դուք սկսեք հավելյալ աշխատել, օրինակ հոդվածներ գրել տարբեր ամսագրերի համար։ Ահա ձեր կանխատեսումը Սատուրնի վերաբերյալ իմ սիրելի առյուծներ, թող ձեզ համար լինի հիանալի միավորում, ծանոթություններ, համագործակցություն Սատուրնի հետ։ Նա թեև խիստ ուսուցիչ է, բայց խիստ հոր նման է։ Նա շատ է սիրում, երբ մարդիկ հավաքված են եւ պատասխանատվությամբ լցված։ Այսքանը սիրելի առյուծներ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում այս 3 տարիների ընթացքում։